Ինչ ենք տեսնում էլեկտրասրտագրով։ Էլեկտրասրտագրով մենք կարող ենք տեսնել սպეციფიկ առիթմոգեն ֆենոտիպի բարձր ռիսկի նշան, որին բնորոշ է երրորդ և AVF արտածումներում, ստորին պատը ցույց տվող արտածումներում T-ատամիկի ինվերսիա։ Ինչպես նաև էլեկտրասրտագրով կարող ենք տեսնել, բայց ոչ միշտ, այն վերը նշված պոլիմորֆ բազմաձև փորոքային էքստրասիստոլաների առկայություն, սա ևս պետք է նշան հանդիսանա, որ արժե ավելի խորացված հետազոտության ուղեկրել բուժառուներին։ Ինչ ենք տեսնում էխոսրտագրությամբ։ Էխոսրտագրությամբ իհարկե առաջին նշանը, որ տեսնում ենք, դա հենց պրոլապսի առկայությունն է, այսինքն միտրալ փականի 1 կամ 2 թերթիկների տեղաշարժ դեպի նախասիրտ սիստոլայի փուլի ընթացքում։ Սա կարող է լինել թեթև, միջին և ծանր արտահայտվածության, և որքան ավելի արտահայտվածությունը մեծ է, այնքան ավելի մեծ է պրոպորցիոնալ կերպով մեծանում է փականի վրա հետհոսքի առկայությունը, միտրալ փականի անբավարարության առկայությունը, և որքան ավելի մեծ է անբավարարության աստիճանը, այնքան ավելի բարձր է սրտային ռիսկը։